կան սննդատեսակներ, որ սիրում ենք օգտագործել ձմռանը, օրինակ սալ հայերը շատ են սիրում օգտագործել, խոսենք այն օգտակար, թե վնասակար է համարվում օրգանիզմի համար եւ որն է միֆը սալի մասին։ Ինքը ճարպ է, խոզի ճարպ է, հագեցած ճարպաթունները բավականին հարուստ, խոլեստերինով բավականին հարուստ, այո, որոշակի քանակությամբ օգտագործել, ես դեմ չեմ, կարելի է օգտագործել, մանավանդ որ ինքը համեմված է, համեմունքներ են օգտագործվում, այդ թվում նաև կծու համեմունքներ, որոնք նաև մետաբոլիզմը խթանելու էֆեկտ ունեն, կարելի է, բայց այն նույն տրամաբանությամբ, որ եթե ասում են կարելի է լավ է, ուրեմն կարելի է անսահմանափակ, մենք միանշանակ վնասելու ենք մեզ, եթե մենք շատ այդ ճարպից ուտենք, որտեղ այդքան ճարպային սնունդը ենթադրում է, որ մենք կարող ենք նաև ճարպային ստրեսի մեջ ընկնենք, չկարողանանք յուրացնել այդքան ճարպը, ստանանք ճարպերի թերայրում եւ դրա հետևանքով նաև այդ ճարպային թերայրման մետաբոլիտները կարող են մեզ ինչ-որ որոշակի վնաս հասնել, ել չասեմ խոլեստերինը, որ եթե մենք 3 ամիս անընդմեջ բարձր խոլեստերինային սննդակարգով առաջնորդվենք, բացառված չի, որ մեկ էլ մի գեղեցիկ պայծառ արևոտ մարտյան օր գնանք անալիզներ հանձնենք, մենք շատ սիրում ենք, չէ՞, անալիզներ հանձնելը ու պարզենք, որ մեր վառ խոլեստերինը բարձրացել է։